Հարգելի բարեկամներ, Հայաստանցու եւ հայ տեսակի մոտ ընդունված չի ծերանոցը եւ մանկատունը, բայց այնպես է ստացվում, որ որոշակի մեծահասակներ մենակ են մնում։ Եվ այդ պատճառով հենց Գորիսում ստեղծված է ավագ սերնդի կենտրոն։ Ռուզանա Տորոզյանը կներկայացնի այդ կենտրոնը, դա ծերանոց բառ պետք չի օգտագործել։ Մենք հիմա էքսկլյուզիվ կադրեր ձեզ կցուցադրենք այդ կենտրոնից Գորիսում։ Երևի թե տարածաշրջանում այդպիսի կենտրոն դեռ չկա, հիմա կխնդրեմ տեսախցիկը։ Խնդրում եմ, ներկայացրեք։ Ես պիտի ներկայացնեմ մեր ավագ սերնդի կենտրոնը, ինքը յուրահատուկ է, որովհետև մեզ համար շատ կարևոր է արժանապատիվ տարածք ստեղծել մեծահասակների համար։ Ամբողջովին վերանորոգված այս մասը։ Գաղափարը եկավ նրանից, որ Արցախյան պատերազմից հետո բազմաթիվ միայնակ տարեցներ հայտնվեցին մեր համայնքում, որոնք կարիք ունեին շփումների, ծառայություններ ստանալու, եւ մենք որոշեցինք ստեղծել այդ կենտրոնը, որը հնարավորություն կտա։ Այս հանգույցն է, միջանցքն է, այո։ Մենք փորձեցինք այնպիսի միջավայր ստեղծել, որ նրանց հոգեհարազատ լինի եւ նրանք այստեղ իրենց երջանիկը զգան։ Սա ձեռքի աշխատանքների սենյակն է, որտեղ մեր սիրելի տատիկները աշխատում են, ձեռագործությամբ են զբաղվում, հիշում են իրենց մանկությունը։ Մենք ունենք նաև օրվա գրաֆիկ ժամեր, որտեղ որ իրենք կարողանում են ամբողջովին անվճար, այո, ամբողջությամբ անվճար է, իրենց հանգստի սենյակն է եւ նաև այստեղ փոքրիկ ճաշարան ունենում, իրենք անձամբ են պատրաստում դա, որովհետեւ մենք ունենք շատ մեծահասակներ, ովքեր ի վիճակի են համով ուտեստներ պատրաստել եւ ունենք մեծահասակներ, ովքեր պարզապես ուզում են առանձնանան, շփվեն իրենց հասակակիցների հետ։ Այո, սա խոհանոցն է, մենք այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ իրենք կարող են այստեղ պատրաստել, համեղ կերակուրներ պատրաստել եւ նաեւ շատ ժամանակ իրենք սովորացնում են երիտասարդներին մոռացված բաղադրատոմսերը։ Սա էլ խոհանոցի մի մասն է։ Սա շենքի մի մասն է, որ դեռ վերանորոգված չի եւ քանդված վիճակում է, չէ՞։ Հանգանակում է գումար եւ այդ հանգանակած գումարից արդեն կեսը կառուցել եք եւ հիմա որոշակի մաս պետք է ձեզ։ Այո։ Ես ուզում եմ ուրախությամբ ասել, որ Ամարյաններ եղբայրներ հիմնադրամը վճարել է շենքի ձեռքբերման մի մասը, գումարի մի մասը, մի մասն էլ տարբեր բարերարների օգնությամբ ձեռք ենք բերել եւ այսօր մենք կարիք ունենք այս շենքը ամբողջությամբ ձեռք բերելու, որտեղ մեր երազանքները մեր երազանքները ավելի մեծ է։ Մենք պետք է ամենաարժանապատիվ տարածքը ստեղծենք ավագ սերնդի